Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը, բնապահպանական և գլոբալ մարտահրավերների համատեքստում միջազգային համագործակցության խթանման առումով։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հանձնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, ընդգծելով, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ, սակայն նաև պատասխանատու և պարտավորեցնող առաքելություն է երկրի համար։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ երրորդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունից ստորագրվել է ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից անդին որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի։ Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերը ավանդապահին են հանձնել համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ։ Հունիսի 9-ից 13-ին ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։ Հունիսի 9-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Դասարյանը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմին։ Ինչպես տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին, ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ ներառական հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։ Փոխնախարար Ղազարյանը կարևորել է աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը վերանայել և ընդունել է ոլորտային ազգային ռազմավարությունը։ Նա մանրամասնել է պետության հետևողական մոտեցումը աղետների ռիսկերի նվազեցման, արդյունաբերական և տեխնածին ռիսկերին արձագանքման, կրթության միջոցով կայունության ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։ Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում, ընդգծելով Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դպրոցական անվտանգության բարեփոխումները, 2026 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի պատրաստակամությունը, որպես միջազգային համագործակցության կարևոր ցուցանիշ էկոհամակարգերի կայունության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։ Այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հետագա համագործակցության շրջանակը։ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումն ուղղված է եղել վաղ ազդարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման նպատակն է եղել վերահաստատել միջազգային կառույցների պատրաստակամությունը ռիսկերի բացահայտման, ազդարարման արդյունավետ գործիքակազմերի կիրառման և փորձի փոխանակման ուղղությամբ։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Կիլիկիա վերլուծական հարթակի հերթական նիստն է տեղի ունեցել, որը նախագահել է Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը։ Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հայկական պատմամշակութային եւ հոգեվոր ժառանգությանը սպառնացող վտանգները, կարևորվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նիստին մեծ մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գործող իշխանությունների կողմից հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավին, որը ի թիվ այլնի ներհասարակական լարվածություն է առաջացնում։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։ Համաժողովի լիագումար նիստին մասնակցել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ռուսաստանի Դաշնության նահանգապետեր, պաշտոնատար այլ անձինք։ Համաժողովի շրջանակներում Կոտայքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել եւ զրուցել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Իվանովիչ Կոբզևի հետ։ Հատկապես Հայաստանի Կոտայքի մարզի եւ Ռուսաստանի Իրկուտսկի մարզի միջև ստորագրված համագործակցության հուշագրի համատեքստում կարևորվել է երկու ստեկ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը լուրջ հնարավորություն կստեղծի մարզերի տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտների զարգացման համար։ Իրկուտսկի մարզի նահանգապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը, ուղղված հուշագրով ամրապնդված ուղղությունների զարգացմանը։ Քննարկվել են նաեւ համագործակցության նոր ուղղություններ, բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու հետ կապված հարցեր։ Ամենօրյա սանմաքրման աշխատանքները Աբովյան համայնքում մեկնարկում են վաղ առավոտից, փոխանցում են Աբովյանի համայնքապետարանից։ Բնակիչների տեղաշարժին եւ ակտիվ երթևեկությանը նախորդող ժամերին համայնքային կոմունալ տնտեսությունը ջրցան մեքենաների եւ անհրաժեշտ տեխնիկայի կիրառմամբ իրականացնում է համայնքի գլխավոր փողոցների եւ կենտրոնական տարածքների լվացման, փոշու եւ աղբի մաքրման ծավալուն աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու եւ այդ ճանապարհով գործունեության իրական ծավալների թերհայտարարելու դեպք։ Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները ընդունում է խաղադրույքներ եւ այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու չի հայտարարագրում հարկային մարմնում։ Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել եւ իրականացվել են բազմակողմանի օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաեւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից։ Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանեկությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, արգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի եւ կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած հետախույզ փոխգնդապետ Վահագն Թումասյանի ծնողին Արամ Թումասյանին, հերոսի անունը կրող Վահագն վիշապաքաղ ջոկատի ներկայացուցիչներին եւ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Եպիսկոպոսյանին։ 44-օրյա պատերազմից հետո կազմավորված Վահագն վիշապաքաղ կազմակերպությունը իրականացնում է հայրենասիրական ճանաչողական միջոցառումներ, նպատակային մարզումներ, մարտավարատեխնիկական պարապմունքներ եւ
ռազմահայրենասիրական բնույթի այլ ծրագրեր, որոնց մեծապես աջակցել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Համայնքի ղեկավարի անձնական ֆինանսական միջոցներով ջոկատը այս պահին ապահովված է անհրաժեշտ քանակի մարտական սաղավարտներով, հանդիպմանը քննարկվել է նաև այլ պարագաների ժամանակակից համազգեստի զրահաբաճկոնների ձեռքբերման անհրաժեշտությունը։ Ստեղծման օրվանից համայնքի ղեկավարը ողջունել է Վահագն վիշապաքաղ ջոկատի գործունեությունը, նրանց կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական հայրենասիրական մեծ ծրագրերը, իսկ հանդիպմանը նշել, որ իր աջակցությունը շարունակական է լինելու։ Ներկաները կարևորել են համայնքի ղեկավարի համագործակցությունը եւ գնահատելի աջակցության համար Վահագն վիշապաքաղ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Էդուարդ Բաբայանին հանձնել շնորհակալագիր։ Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Քննությունների ընթացքին հետևելու նպատակով նախարար Ժաննա Անդրեասյանը և տեղակալ Արաքսիա Սվաջյանը այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ քիմիա առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ։ Քննական գործընթացի մեկնարկից առաջ Անդրեասյանը գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ։ Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքրվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն քննական առաջին օրը հանրապետությունում քիմիա առարկայից միասնական քննություն է հանձնել 1174 դիմորդ, 495-ը Երևանում, ռուսաց լեզու առարկայից 309 դիմորդ, 78-ը Երևանում։ Քիմիա և ռուսաց լեզու առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն, 11-ը մարզերում, 5-ը Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը Երևանում, 29 մարզերում։ Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15970 դիմորդ։ Այս թիվը ներառում է շուրջ 3000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11608 դիմորդ։ Հունիսի 6-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության ղեկավար կազմը եւ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին, անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում։ Արփինե Սարգսյանը մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով։ Ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անդրադառնալով առանձին հանցատեսակների եւ հասարակական կարգի պահպանությանը այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-ից 10-ին համաձայն որի բացահայտվել է 99 հանցագործության, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը վնասելու կամ ոչնչացնելու անձնական ունեցվածքի գողության մեկական դեպք, հայտնաբերվել է 3 հետախուզվող կամավոր, ներկայացել է 2-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցված 26 ավտոպատահարի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
Հունիսի 2-ից 9 մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 276 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 25, չամրակապված վարելու 1069, առանց մանկական նստատեղի քարսիտի 19, վարելու ընթացքում ծխելու 306, վարելի սեռախոսից օգտվելու 336, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 39 եւ 1511 այլ իրավախախտում, 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 278-ը տեխնիկական զննություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 62-ը թաղանթապատված դիմապակիով ու կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15930 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի 590, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել են նաև հաշվառման համարնիշի հետ կապված 83, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկելու 2, չամրակապված վարելու 4819, առանց մանկական նստատեղի քարսիտի 196, վարելու ընթացքում ծխելու 507, վարելի սեռախոսից օգտվելու 677, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 22, արագության գերազանցման 1747 եւ 4300 այլ իրավախախտում, 458 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1851-ը տեխնիկական զննություն չանցած, 296-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 7 բեռնատար, 213-ը տաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։ Արզնի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը եւ 7 անձ ձերբակալվել են կրակոցների ծեծկրտուքի գործով, այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկրտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-ից 155-րդ հոդվածի առաջին մասի սպանության փորձը, 297-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից, 297-րդ հոդվածի 3-րդ մասի խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, 335-րդ հոդվածի առաջին մասի ապօրինի կերպով հրազեն, բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 8 անձ ձերբակալվել է, այդ թվում Արզնիի համայնքապետը։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական եւ դատաբժշկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է, նշում են քննչական կոմիտեից։ Կորոնավիրուսի նոր շտամը Նիմբուսը կարող է վարակման դեպքերի աճի ալիք առաջացնել արդեն այս ամռանը կամ ավելի ճշգրիտ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, գրում է Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալությանը։ Նշվում է, որ Նիմբուսը ծագել է Օմիկրոնից եւ այն արդեն տարածվել է Չինաստանում եւ Սինգապուրում։ Քովիդով վարակվածների տոկոսը հասել է այս տարվա ամենաբարձր մակարդակին եւ արդեն 97%-ով ավելի է բարձր, քան մարտ ամսին գրանցված մակարդակն է։ Ասվում է Warwick-ի համալսարանի վարակաբան պրոֆեսոր Լորենս Յանգի խոսքով ամռանը կարող է դեպքերի աճ լինել տաք, խոնավ եղանակի եւ մարդկանց միջև սերտ շփման պատճառով։ Նա նաեւ հավելել է, որ Նիմբուսը կարող է ունենալ իմունային համակարգից խուսափելու բարելաված ունակություն, ինչը վարակն ավելի վտանգավոր է դարձնում։ Նոր շտամն իր դրսևորումներով առանձնապես չի տարբերվում նախորդներից, այն առաջացնում է հոգնածության զգացում, ջերմություն, մկանային ցավեր եւ կոկորդի ցավ, ընդգծվում է նյութում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության տարածքում հունիսի 11-ից 13-ի կեսօրից հետո, 14-ի եւ 15-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։
Հունիսի 11-ից 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ից 3-ը նվազել է 2-ից 3, հունիսի 11-ից 14-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։